Մեր մյուս սխալը եղել է այն, որ մենք գերագնահատեցինք մեր ուժերն ու կարողությունները, իսկ սա կարող ենք համարել թշնամուն թերագնահատելու մյուս կողմը։ Մենք երկար ժամանակ կարծում ենք, որ պատերազմի ժամանակ հայ զինվորը կկռվի մինչև վերջ, անկախ նրանից զինվորական պատրաստություն ունի թե ոչ, հոգեպես պատրաստ է թե ոչ։ Կարծում ենք, որ եթե հայ զինվորին զենք տանք ու գցենք խրամատ, ապա երբեք չի լքի դիրքը, բայց դա իրականում ամենաբարձր աստիճանի պարզամտությունն էր։ Պատերազմի ժամանակ բնականաբար եղան բազմաթիվ հայ քաջեր ու հերոսներ, ովքեր մարտի դաշտում մեծ սխրանքներ գործեցին, բայց պետք է խոստովանենք ինքներս մեզ հետ անկեղծ լինելով, որ եղել են բազմաթիվ հակառակ տեսակի զինվորներ, ովքեր փախել են մարտի դաշտից նույնիսկ ամենափոքր պատճառների համար։ Սա վստահաբար պնդում եմ ոչ միայն նրա համար, որ լսել եմ շատ նման դեպքեր, այլև նրա համար, որ պատերազմի օրերին հենց իմ սեփական աչքերով տեսել եմ, երբ մեր դասակից 4 զինվոր փախավ հենց առաջին օրը, երբ թշնամին սկսեց ռմբակոծել գյուղի դիրքերը։ Շատերը գնում էին կամավորագրվելու, բայց լուրջ չէին ընդունում, կարծելով, որ մի քանի օրվա պատերազմ է լինելու եւ հետո հանգիստ հետ են գնալու տուն։ Ոչ նյութապես են պատրաստ գնացել, ոչ էլ հոգեպես։ Մենք վաղուց պիտի գիտակցենք, որ ամեն զինվորին ծառայության մեջ թե պահեստազորային պարտավոր ենք պատրաստել նման դաժան մարտերի համար։ Այլևս մեր հույսը չպետք է դնենք միայն հայ ազատամարտիկի հերոսական ոգու վրա, թեպետ հաճախ դա է փրկել մեզ պատմության մեջ, երբ դարերով չենք ունեցել անկախ պետականություն։ Մեր պատրաստականությունից պետք է բխի թշնամու հրոսակախ խմբերը ջախջախելու մեր պատրաստակամությունը։ Սա իհարկե միայն մեր բանակին չի վերաբերում, սա վերաբերում է երկրագնդի վրա բոլոր պետությունների բանակներին։ Ամեն մեկին չեն կարող հերոս դարձնել, բայց կարող են ճնշող մեծամասնությանը դաստիարակել որպես պարտականություններ ու հրամաններ կատարող զինվորներ, նույնիսկ նրանց, ովքեր պատերազմի ժամանակ մեկ տեղակոց լսելուց փախչում էին։ Այս ամենը ասելով, ես ամենևին չեմ արդարացնում կառավարությանը ու գեներալիտետին, քանի որ մեղքի մեծ բաժինը հենց նրանց է հասնում։ Նրանք պարտավոր էին այնպիսի զինվորներ դաստիարակել եւ այնպիսի բանակ կառուցել, որ նման խնդիրներ շատ քիչ առաջանային կամ ընդհանրապես գոյություն չունենային։ Ոչ էլ արդարացնում եմ դիրքից փախչողներին, քանի որ դա ինձ համար երբեք ընդունելի չի կարող լինել։